Երևանը խախտել է դիվանագիտական էթիկայի նորմերը, հրապարակելով ԵԱՀԿ աշխատանքային փաստաթղթերն ու համանախագահների նամակագրությունը, առանց նրանց համաձայնության կամ գիտության։ Ռուսական կողմի նման օրինակ բողոքներ արտահայտել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ամեն շաբաթյա իր ճեպազրույցում խոսելով Արցախյան բանակցությունների գործընթացի վերաբերյալ Հայաստանի կառավարության օրերս հրապարակած փաստաթղթերի մասին։ Եթե դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, ապա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է, Հայաստանի Հանրապետությունը կայացնում է իր պետական շահերից բխող, իր ժողովրդի հետաքրքրություններից բխող որոշումներ եւ առաջնորդվում է իր սուվերեն որոշումներով։ Երևանն այնուհետև արձագանքում է նաև Զախարովայից առավել բարձր էշելոնի Իլհամ Ալիևին, ով նախորդին կրկին հայտարարել է, թե պետք է ակտիվացնել ջանքերը Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ։ Միթե դա հնարավոր է լինելու։ Ինչ վերաբերվում է առհասարակ փախստականների վերադարձի թեմային, մենք Ադրբեջանի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք ամենատարբեր հարցերի վերաբերյալ, այս պահին օրակարգում նման հարց մեզ մոտ չի քննարկվում, մենք առաջ ենք շարժվում այն փաստաթղթերից ելնելով, որոնք որ ստորագրվել են օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում։ Ազգային ժողովի քառօրյանիստին հաջորդող խորհրդարանական այս տարվա վերջին ճեպազրույցին արտաքին քաղաքականությունից հաջորդիվ լրագրողների հարցերը վերաբերում էին ներքաղաքական խնդիրներին։ Իմասնավորի մայրաթոռի բարձրաստիճան հոգևորականության եւ իշխանության առճակատումներին։ Իշխող խմբակցությունում համոզված են, հոգևոր իշխանությունը պետք է եւ անկասկած վերադառնալու է ժողովրդին։ Պնդում են, կաթողիկոսն ուխտադրուժ է ու օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ։ Մեզ համար Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Եվ մենք մասնակցում ենք այն պատարակներին, որոնք մատուցում են հոգևորականներ, ովքեր կիսում են եկեղեցու նորոգման օրակարգ։ Եթե վարչապետի խոսքերին հղում եք անում, ես խորհուրդ կտամ նաև մեկ այլ խոսքի հղում անել, երբ որ ինքը ասաց, որ մեզ պետք է ոչ թե կաթողիկոս, որը ինձ ենթարկվի, այլ ինձ պետք է կաթողիկոս, որը որ չպիտի ենթարկվի ինչ որ այլ երկրի հատուկ ծառայությունների լեյտենանտին, թե մայորին, լեյտենանտին։ Այսինքն խնդիրը բազմաշերտ է ու դրա տակ շատ ավելի խորքային պատճառներ կան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորելու քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Արշակ Սրբազանը 2 ամսյա կալանքով գտնվելու է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Նա մեղադրվում է կաթողիկոսի դեմ դեռևս 2018 թվականին ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու համար։ Խոսքը Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժման ակցիայի մասին է։ Ինչու է իշխանությունը միայն 7 տարի անց հիշել սա ու որոշել Արշակ Սրբազանին այս կերպ պատժել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները հակադարձում են։ Նախ իշխանությունը չի հիշում քրեական գործերի կամ հանցագործությունների մասին եւ իշխանությունը չի զբաղվում դրանով, զբաղվում են համապատասխան պետական կառույցները, որոնք անկախ իշխանության որպեսին լինելու պետքա զբաղվեն այդ գործերով։ Այլ մեկնաբանություններ չունեմ, գործը գտնվում է քննչական մարմինների տիրույթում։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։